Բարի բոլորին մի կանա ձեր հետ եւ ինչպես տեսնում եք եւս ես վերադառնում եմ GTA 5 online, բայց երկար ժամանակով չեմ վերադառնում, քանի որ ես հիմա խաղում եմ Battlefield Hardline եւ միջայլոց ինձ շատ դուր է գալիս Hardline-ը։ Ընդհանրապես մի քանի բան կուզեի ասել GTA 5 online-ի մասին, ինչպես նաեւ պրոստը խաղային վիդեոների մասին։ Մարդիկ կան, որ մի քիչ հլևոր չեն հասկանում, որ իմ ալիքը դա այդքան խաղային ալիք չի եւ ես վիդեո նկարում եմ խաղերի մասին, ոչ թե ես ուզում եմ վիդեո նկարեմ խաղերի մասին, ասենք ուզում եմ դրանով զբաղվեմ, ես նկարում եմ, որովհետև պարզապես ուզում եմ նկարեմ, ասենք հենց հիմա կոնկրետ էս մի հաղորդումը, էս մի խաղի կամ ինչ-որ խաղի ինչ-որ բանի մասին, խաղի հետ կապված։ Պարտադիր չի, ասենք ես նկարեմ ամեն օր կամ իմ ալիքը լինի վիդեոների մասին, քանի որ ես դա չեմ ցանկանում։ Ես որ էդի պարզենք վերջի անգամ հույսով եմ ոչ մեկ չի հարցնի, ինչ շատերն են հարցնում, ինչու՞ չես մոնտաժ անում, արի ես քո վիդեոները մոնտաժ անեմ, արի միասին խաղանք հետո մոնտաժ անեմ։ Ես չեմ ուզում, ցավոք սրտի, իրոք չեմ ուզում, որովհետև ես մի քիչ զբաղված եմ, ես հազիվ ժամանակ եմ գտնում իմ վիդեոներ նկարեմ Apple-ի հետ կապված, որ մենաս խաղային վիդեոներ նկարեմ, հենց որ ես չեմ ուզում դրանց զբաղվել, պարզապես ես չեմ աշխատում տենց բաներ անեմ, ես պրոստը չունեմ ժամանակ։ Ինչը կապված է հենց այս վիդեոյի մասին, ինչ կապ ունի այս վիդեոն, սա հաղորդում չի որպես առանձին, գիտեք ես մեկ հաղորդումներ եմ անում հենց GTA Online-ի մասին, երրորդը կարծեմ, երրորդ պլյուսը մինչև կա, եթե չեք լսել կարող եք գնալ դիտել, որտեղ պարզապես խաղի մասին ինչ-որ ինֆորմացիա եմ ձեզ ասում, կամ ինչպես խաղալ, ինչ տարբեր բաներ կան, որ ես նկատել եմ, կամ ասենք ես մի մեքենան ավելի լավ աստ քշելու համար, ես մի զենքը եւ այլն։ Մի խոսքով սովորական այս բավարարոտը երբեք չեմ կարող նորմալ մտնել։ Սովորական վիդեոյի հենց խաղի մասին ինֆորմացիա, որը ես գիտեմ, արդեն 2 տարից ավել խաղում եմ, խաղը ու ծուր գիտեմ էլի արդեն ոնց կարելի է անել, ճիշտ է, առաջի դեմքից հələ որ լավ չեմ քշում, սովորում եմ հələ որ։ Բայց մեծ խնդրեմ կա այս խաղի հետ։ Ինչն է այդ խնդրեմը կհարցնեք դուք, երևի թե։ Եվ ես ձեզ ասեմ, ես հոգնեցի այս խաղից, դեռ շատ վաղուց էի հոգնել, բայց քանի որ այս first person mode-ը կար next gen կոնսոլների վրա, ինձ դուր եկավ միաժամանակ, իսկ հիմա արդեն ոնց որ էլի չի հետաքրքրում։ Ինչի։ Բացի դրանից, որ արդեն պարզ է ինքը ինչ է անում, ես արդեն հասկանում եմ ոնց աշխատում եւ այլն, ես չեմ հասկանում ընդհանրապես ինչ խաղալ այս խաղի մեջ։ Online-ի, ասենք online-ի, հենց զուտ online-ի մասին ենք խոսում ու հենց խոսում ենք զուտ կոնսոլների մասին։ Ես չեմ ասում PlayStation-ի, ես չեմ ասում PC-ի մասին, այսինքն համակարգչի խաղի մասին, որը դուք կկարծեմ մարտի 20 քանիսին։ Ես խոսում եմ հենց Xbox One, Xbox 360, PlayStation 3, PlayStation 4-ի մասին, որը մի քիչ տարբեր է։ Տարբերվում է PC-ից, քանի որ այստեղ կա կոնտրոլեր կամ joystick կամ gamepad, ինչպես դուք ցանկանում եք ասեք։ Կներեք երևի ձայնս մի քիչ լավ չի, որովհետև մի քիչ հիվանդ եմ։ Մի խոսքով կա joystick, կոնտրոլեր, որով դուք խաղում եք եւ այդ հաշվին դուք ունեք մի քանի լիմիտներ, այսինքն խնդիրներ կան, որ ասենք aim եք ուզում անեք, հեսա ձեզ ցույց կտամ, ասենք հիմա այս մարտն կանգնած է, երևի թե չի շարժվում, հա։ Եթե ես ուզում եմ իրան կրակեմ, ես պարզապես փաղում եմ վրեն, խնդրեմ, սեք ոնց պահեց վրեն։ Այսինքն ես քայլում եմ, մի հատ փաղում եմ վրեն, մի անգամից ցտալիս իր ոնց որ գլուխը, որպեսզի կամ մարմինը, որպեսզի ես կրակեմ եւ իրան ոչնչացնեմ։ Ցավոք սրտի, էսի չի լինելու PC-ի վրա, այսինքն համակարգչի վրա։ Եվ դա ես ասում եմ ցավոք սրտի ձեր համար, բայց իրական դա շատ լավ բան է, որ չկա։ Այսինքն պատահական ձեզ ոչ մեկ հենց այնպես չի սպանի, այս խաղը սեստենից պատահական իրար սպանում են շատ։ Ես դրա իմաստը չեմ հասկանում, ասենք, մտնում ես իմաստը քշում ինձ համար, մեկը գա հետևից կսպանի։ Ինչի համար ես, ինչ էի արել քեզ վատ, չէ։ Մեկը հետևից կգան կսպանեն, այս խաղում սա տենց են, ոչ մեկ իրար չեն վստահում։ Ես կարծեմ իմ հաղորդումների մեկի մեջ ասել էի դրա մասին, որ հեսա հետևից չի մեկը կպավելի։ Հենց այնպես կարող է գան ինձ սպանեն։ Կամ ձեզ էլ ուզում ասել տվյալ դեպքում։ Ուրեմն Էդի մեկ, այսինքն aim անելուց միանգամից կարողանում են ձեր aim ասածը բան էլի, պրիցելից ռուսերեն, կարող են միանգամից ձեզ կրակել, պարզապես իրանց ոչի բան պետք չի անել, իրանց պետք է մոտիկ գալ եւ պահել զենքը ձեր վրա եւ կարող եմ ես մարդուն հիմա խնդրեմ, կարող եմ սպանել, ու ես իզուսից դուս եկա, որտեվ մեքենան որ գնում էր, խնդրեմ, ցած եմ անում եւ այս տղային ոչ չհասնում եմ։ Խնդրեմ, ես ոչ մի այստեղ գլուխ կոտրուկ չկար, ոչ մի գլուխ գործոց, պարզապես ինչ ես ուզում։ Պարզապես ոչնչացրեցի ես երկուսին, առանց ոչ մի դժվարությամբ, այսինքն ես քիչ տանջվեցի, որպեսզի ճիշտ կարողանամ կենտրոնանամ այդ մարդու վրա, որպեսզի իմ կետիկը, որը որ դուք կրակում եք, ընդհանրապես այդ կետիկը լինի գոնե իր մարմնի վրա։ Չկար այդպես բան, այսինքն
օգնում է կոնսոլների վրա ձեզ կրակելու մեջ եւ դա իրականում խնդրեմ է շատ հեշտ կարող եք իրար սպանել ու վերջ էլի ոնց որ կայֆը կարելի է կորում է կրակելու արդեն ում է պետք է տեսես սրանց ինքը համակարգիչը ձեր տեղը բան է անում ձեզ օգնում է որպեսզի դուք կրակեք հիմա ես ձեզ ստացույց կտամ настройкаների մեջ կամ settings-ի մեջ կամ հայերեն ոնց կլինի настройка չգիտեմ մի խոսքով հեսա ձեզ ցույց կտամ սա պրոստը ինձ բան են գալի երկու աստղ ունեմ հեսա դրանք ոչնչացնենք որպեսզի կարողանամ ես մի հատ բան ցույց տալ դա իհարկե ինչ որ ես ասում եմ settings-երի մեջ է միջև լավ կորի ես մեծ բան ասեմ բացի դրանից որ հենց այդ կրակելու պահն էր լավ կորավ հեսա մեկը ասել եմ так մի հատ մտնենք մեկ passive mode որպեսզի ինձ չկարանա սպանել իրականը անիմաստ սպան է այս passive mode-ը Պրոստը ձեզ չեն կարող սպանել ոչ մի հաճույք չկա դրա մեջ չէ եթե ձեզ չեն կարող սպանել դուք չեք կարող ուրիշներին սպանեք հեսա մտնենք settings եւ ձեզ ցույց տամ սա PlayStation 4-ն է կոնկրետ եւ որ մտնում եք ներս տեսնում եք գրած է targeted mode targeting mode խնդրում եմ տեսեք չի տալիս դրեմ կարա մնաց ծնտրեմ բայց targeting mode-ը չի տալի գրած է assisted aim գծիկ partial Եթե դուք խաղաք սովորական GTA 5-ը ոչ online, ցած ասեմ, ապա ձեր մոտ դա կարող եք փոխել, կարող եք դնել partial, կարող եք դնել full, կարող եք անջատել assisted aim-ը։ Assisted aim այսինքն երբ որ դուք զենքը պահում եք չոմեկի վրա, իջքանում է ինքը ճիշտ ոնց որ կպնում կոնկրետ են մարդուն կամ թշնամուն, որում որ դուք ցանկանում եք կրակել։ Դա չկա բանում համակարգչի վրա, որը որ ես գտնում եմ շատ լավ է, որ չկա։ Իսկ Կոնսոլների վրա դա կա, բացի դրանից ասեմ ավելին, եթե դուք խաղում եք ոչ online-ը, այսինքն GTA 5 սովորականը, այնտեղ вообще հեշտ է, այսինքն այնտեղ պահում եք մարդու վրա, այնտեղ խաղացողը իհարկե մենակ դուք եք խաղում եք online չի էլի, եւ մնացած թշնամիները եւ այլն այնտեղ միլիցիաները եւ այլն, իրանց կրակելու դեպքում դուք պահում եք մեկի վրա, սպանեցիք իրան Եվ միանգամից կարող եք թեքել մի քիչ sense ձեր joystick-ը թեքել դեպի ձախ, ասենք թե ձախ կողմի վրա կան այլ թշնամիներ, դեպի ձախ եք անում ու միանգամից իրանց վրա է ոնց որ գալիս է այդ կետիկը, որը որ դուք կրակում եք։ Ու վերջ, ասենք իր հետևից կարող եք դուք 20, 10, 100, 50 միլիոն հետևից այդքան մարդ սպանել, իհարկե միլիոն մարդ չի կարող, որովհետև այդքան զենք չունեք, բայց դուք հասկացաք, ես ինչ եմ ուզում ասեմ։ Իր հետևից կարող եք հեշտությամբ պրիցելիցը լինել եւ տենց պարզապես կրակել եւ այլն։ Դες որ էդի ինձ այդքան դուր չի գալի, ոնց որ հետաքրքրությունը կորում է խաղի, շատ հեշտ է խաղը դառնում, էլի, չեմ սիրում հեշտ խաղեր իմիջիայլոց։ Դες որ միգուցե ես տենց եմ, միգուցե մենակ ինձ է որ դուր չի գալի, բայց ես իրոք որ հեշտ խաղեր չեմ սիրում։ Բացի դրանից ասեմ, երկրորդ խնդրեմը, որ ես նկատել եմ, խնդրեմ չի, բայց դա եւս ոնց որ ինձ համար մի քիչ տհաճ բա։ Երբ որ դուք խաղում եք jobs, այսինքն սովորական միսիաները on-line-ի մեջ, այստեղ կարող եք մտնել ձեր հեռախոսի մեջ եւ տալ quick job, այստեղ դուք ունեք random, այսինքն ցանկացած դեպի։ Ես ասես դրա վրա zoom կանեմ, տեսեք, գրածը չի երևում։ Ասեք թեքեմ։ Այստեղ մենք ունենք random, այսինքն ցանկացած դեպի job, որը որ հիմա հասանելի է, կարող եք մտնել խաղալ race, այսինքն գոնկա Կլինի դա մոտոցիկլ, մեքենա, հեծանիվ, ուղղաթիռ, սամալյոտ եւ այլն վերտալած ոնց ուզում եք, դա կարող լինի պատահական։ Deathmatch, սա երևի թե գիտեք, deathmatch-ը սա խաղերի մեջ հիմնականում կա, սովորական բանն է, boin, այսինքն ասենք 5-ը 5-ի դեմ։ Իրար պետք է կրակեք, ձեզ սպանում են, նորից եք ծնվում, գնում եք կրակում եք իրանց եւ ով ասենք հասցրեց 50 հոգու սպանել, որ թիմը, այն հաղթում է։ Դա տենց է։ Contract mission, այսի սովորական միսիաները, որոնք որ ասենք պետք է ընկերներով անեք կամ ցանկացած այլ մարդկանց հետ, ովքեր որ ասենք կմիանան ձեր սեսիային, գնում եք կոնկրետ ինչ-որ տարբեր բաներ եք անում, ասենք գողացեք այս մեքենան կամ տարեք այս արկղն դեղ կամ վերցրեք գնացեք վերցրեք պայուսակը բերեք իմ տուն, այնտեղ ասենք տարբեր թշնամիներ են, դրանց սպանում եք եւ այլն։ Սովորական, ասած ասեմ, տխուր միսիաներ, որոնք որ կարելի է անել, ասենք կրակելով սովորական խաղացողներին, մարդ չէ, էլի, ոնց խաղացող չլինի Այլ համակարգչային խաղացողներից ասեմ։ LTS, ճիշտ սա հին չի դա, սա նոր update-ից եկած ձև է, այստեղ կոչվում է last team standing, այսինքն վերջի կանգնած կամ կանգնող թիմը, այսինքն մի քանի թվերով խաղում եք, ասենք կլինի 5-5 իրար դեմ, կամ 2-2-2-2 իրար դեմ, եւ ով ասենք մնացածին սպանեց կամ ով սաղ մնաց, ասեմ վերջում այդ թիմն էլ հաղթում է։ Սովորական ոնց որ էլի
Ոչ մի բարդ բան։ Սա կա capture, սա գնում եք պայուսակներ եք վերցնում, տանում եք ձեր բազա, պայուսակները մեջտեղում են լինում, ինչ որ տարբեր քարտեզ ներկա դրա համար։ Դեց ասեմ, էլի տխուրոտ բառ է, էլի սա կեմպինգ են անում, եթե կեմպինգ չգիտեք ինչ է, դա կեմպինգը երբ որ ասեք մարդիկ բախկվում են, ասեք ինչ-որ բանի հետևից, սա ձեզ ցույց տամ։ Ասենք թե հիմա ես կեմպինգ եմ անում այս մեքենայի հետևը, խնդրի, այսպես կարող եմ ժամերով կանգնեմ ստե միջև, ընդ ինչա մեկը գա, որ զենքը սանեմ ու կրակեմ իրան։ Այդ է կեմպինգը կոչվում։ Սա նույնից մտնեմ տակ։ Versus mission, ճիշտ ասած, երբեք չեմ փորձել, սա կարծեմ ինչ-որ մեկի դեմ եք խաղում։ Չէր հետաքրքրվի ինչ-որ մեկի կոնկրետ դեմը խաղալ, դրա համար չէի ուզում։ Survival-ը ստեղ սա հետաքրքիր է, իրոք որ իմ ամենասիրած միսիաներից մեկն է survival-ը, որտեղ ասեք դուք 10 round եք խաղում, միջև չմեռնեք։ Իսկ ձեր դեմ կարող է իրեն ցանկացած տարբեր ասենք համակարգչային մարդիկ, որոնք ասենք գայս են տարբեր զենքերով, դա լինի police, դա լինի ինչ-որ կոնկրետ ինչ-որ զորք կարող է լինի, այսինքն կարող եք ընկերներով խաղալ, կարող եք մենակ խաղալ, որ ասենք միտեղ դուք հավաքվում եք, ինչ-որ մի հատ կոնկրետ քարտեզ է, եւ տարբեր տեղերից այդ թշնամիները անverջ գայս են, միջև ասենք ռաունդը չփրկնի, միջև բոլորին չսպանեք, հետո տենց 10 ռաունդ անցնում եք ու վերջանում է survival-ը։ Պարաշուտինգը պարաշուտով թռնում եք, ստե պարզ է, երբ պետք է ճիշտ իջնել։ Activity-սա կապված է թենիսի հետ կամ arm wrestling-ի կամ էլ գոլֆի։ Կարող եք խաղալ գոլֆ, թենիս, arm wrestling, մեկ է կարծեմ դարտ կարա խաղաք։ Բիլիարդ կարծեմ չեք կարա։ Ցավոք, ես հին GTA-ի վիշոր բիլիարդ կար։ Այսինքն կարող եք ուրիշների հետ թենիս խաղալ, կարող եք չգիտեմ, arm wrestling խաղաք, դες թեթև հավես բաներ է, թե չէ ուրիշ բան եք տեսնում, բայց այնտեղ ոչ մեկ չի խաղում ցավոք սրտի։ Եթե ես փորձեմ կպնեմ, համարը թե բան չենք գտնի։ Իսկ join playlist-ը սա սարքած ոնց որ խաղերի տարբեր հերթականություն է կամ հաջորդականություն է, որը որ դուք միանգամից խաղում եք, այլ ոչ մեկ չի ընտրում հաջորդ խաղը։ Ոնց որ playlist-ը արդեն ոնց որ երաժշտության playlist, չէ՞, լսած կլինեք։ Այսինքն իր հետևից դրած է խաղային ձևերը եւ տարբեր քարտեզներ։ Կարող եք միանգամից միանալ։ Հիմնականում մարդիկ խաղում են կամ random, այսինքն պատահական ինչ պատահի, կամ race կամ deathmatch։ Մեր այսինքն ընդհանրապես ես չեմ տեսել, որ շատ խաղան։ Այսինքն եթե ուզում եք capture խաղաք, պետք է 20-10 րոպե սպասեք, որ կարողանա սեսակ նայած, էլի, չգիտեմ։ Ես որ հա, եւ ի՞նչն է ստե խնդրը։ Այս բոլոր խաղերը, որոնք որ կարելի խաղալ, որոնք որ կրակելու հետ է կապված, շատ միանտեսակ են, այսինքն բախվում եք, ինչպես ես ասի, կեմպինգ եք անում, ինչեւ թշնամին գա եւ դուք իրականում կրակեք, էլի, այսինքն բախվում եք, ասեք sense ու ասենք սպասում եք, չէ՞ մեկը գա, այսինքն շատ կանգնած խաղ է հիմնականում, ոչ մեկ արագ չի վազում կրակում իրար, որտեվ ցավոք սրտի չեք հավատա, բայց այդ խաղերի 90%-ում այդ որ ձեզ ցույց տվեցի կրակելու ձեր ու թշնամու տեղը երևում է։ Այսինքն պատկերացրեք, ձեր քարտեզի վրա է, սա ներքևից բացեմ քարտեզը, հեսա կարող եք 3 անգամ սխվել ներքևը եւ մի քիչ մեծ քարտեզ ցույց կտա, մի խփիորա։ Այս քարտեզի վրա որ դուք ասեք հիմա խաղում եք, ինչ որ կոնկրետ խաղ, այսինքն ասենք գնաք օրինակ պայուսակ բերել, չէ՞։ Ձեր թիմը ու ձեր հակառակորդի կամ հակառակորդների թիմը երևում է, ցավոք սրտի։ Ես չեմ հասկանում ով է այս բան մտածել, ինչի չէր կարելի պարզապես չցույց տալ իր թիմը։ Իմաստը որ է, եթե ես գիտեմ օրինակ որ այ հենց այնտեղ այս պատի, չէ, աղջիկ քոչը, այն պատի հետև ասենք, եթե մարդ կա։ Հիմա քարտեզի վրա ես դա կհասկանա, որտեղ այնա քարտեզի վրա երևում է safe gate, safe sense քառակուսի է ու վերջում սերի ուսր ճանապարհն է դա, ու կարելի հասկանալ որ ստե կարող մարդ լինի, ասենք եթե կետիկ լինի սպիտակ, չէ, քարտեզի վրա։ Եվ հա, եթե խաղում եք ինչ-որ խաղ, որոնք որ կրակելու հետ է կապված, ես հիմա դա գտել եմ։ Պարզ է, ես ասես չեմ գնա իրան սպանեմ, ես կգամ ստեղ, այս կողմից կունեմ պատին, ինքն է կկպտի պատին, որտեվ կարող եք իրար կպտել, ու ուսս պետք է ինքան տանջվեք ու կանանք իրար կրակենք։ Մեկս հաղթի։ Այսինքն չկան այդ ասեք պատահական քայլը, մեկն այնքան ասեք ես մեքենայի մեջ լինի։ Այսինքն ես չտեսնեմ իր քարտեզի վրա, որը ինձ թվում է այդքան հետաքրքիր չի։ Ոսր սաղը գիտեք իրար տեղերը ու սպասում եք մինչև մեկը ինչ-որ սխալ քայլ անի, մեկը վազի ու կարող է ժամերով խաղաք այդ մի խաղը, բայց ինչ-որ մեկին պետք է սպանել։ Այս որ ես չգիտեմ ինչ է դες մտածել, ես ոչ չէի ուզենա որ հիմա էլ քարտեզի վրա երևա խաղացողը դերես, ասես խաղացողը խնդրեմ։ Հիմա ես չեմ ուզում որ ինքը երևա քարտեզի վրա, ինքը ինձ տեսնում է, կարա հետևից գա սպանի ինձ, բայց ես չեմ ուզում, ասեք ես քշում եմ, չեմ ուզում որ ինքը երևա քարտեզի վրա, կամ ես չեմ ուզում երևա։ То есть հետաքրքրությունը կորում է խաղի։ Եթե հիմա սաղս հավաքվել եք ստե, то есть գիտեք որ ես կռիվ է գրում, հեսա խնդրեմ, էլի իսկ կարակեցին։ Ես ի՞նչ էի արել իրան։ Քշում եմ, չեմ եկած իմ վրա կրակում եմ։ То есть այս մոդը որ հիմա խաղում եք, սա կոչվում է free roam, այսինքն ազատ
քշել, free roam ասա կոչվում։ Ոչ մի միսիա իբա չի կանում, չէ՞, իբա պրոստը քշում եք քաղաքով։ Այս free roam-ը ոնց որ լրիվ լինի չշ արենա, որտեղ արենայով կարան ձեզ կրակեն անընդհատ, երբ որ ինչ-որ մեկի տեսնեք, դուք իրաց կրակեք, իսկ եթե չեք ուզում երկրակեք, ստիպված պետք է ձեր մեքենան լինի այս տխուր ձևի, ասած ես ցույց տամ։ Սա միացնեմ ու տեսեք ոնց է աշխատում։ Տեսնում եք, չէ՞, smart ոնց է երևում։ Այսօր թափանցի կլինի։ Այսինքն ինքը ինչ չի կարա կրակի, ոչ է ես իրա կարա կրակեմ, եւ այլ մարդիկ ովքեր որ հիմա մեզ ցանկանա կրակել, իրանք առանձին ոնց որ գույնի են։ Իրանք թափացիկ չեք, իրանք խաչ են։ Հիմա ի վրա խաչ է նկարացի իմ խաղացողի վրա, որպեսզի ինչ չկրակեն, էլի, ոնց որ ես չեմ ուզում որ ինձ ձեր տան, տենց ասեմ։ Ինչա կապված նոր էպիզոդների մասին։ Ուրեմն, նոր էպիզոդներից հավանաբար չեմ անի, մինչև դուրս չգա հայցը, այսինքն գողերը ընդդեմ բանկի կամ ընդդեմ թալանի ինչ-որ մի հատ միսիաներ, որոնք որ վաղուց պիտի դուրս գային, բայց ցավոք սրտի անընդհատ ինչ-որ դուրս չեն գալիս։ Ես մինչև դա դուրս չգա, ես հավանաբար չեմ նկարի ոչ մի այլ հաղորդում, որտեղ ես իվազ չեմ գտնում ինչ-որ հաղորդում նկարելու, ես չեմ խաղում էլ այդքան շատ, ընդհանրապես, մենակ ես խաղը չէ, պարզապես այդքան շատ չեմ խաղում, ու խաղալուց էլ ասացի ձեզ, հիմնականում խաղում եմ Battlefield Hardline-ը, որը որ այս շաբաթ ձրի է, հետո չի լինելու այդ խաղը խաղալ, միաժամանակ Այդ որ օգտվում եմ շանսից, որպեսզի խաղամ, դուք կարող եք խաղալ։ Տեսեք թափանցիկ է այս խաղացողը, որովհետև ինքն էլ չի ուզում որ ես կպնեք, ես մեջով կարող եմ անցնել։ Սա աբսուրդ չի, բա աբսուրդ է։ Ես չեմ սիրում այս ձև էլի, որ տիպը ինձ մի կրակիկ, ես չեմ ուզում ինձ կրակիկ էլի։ Ես չգիտեմ, ես վրա վիդեոներս չգիտեմ ինչքան կլինի, երբ կլինի, երևի թե հայց դուրս գա կնկարեմ, տեսնեմ, հնարավոր է ինչ-որ մեկի հետ կարող եմ խաղալ, ինչ-որ մեկը ովքեր որ ցական այդպես խաղալ, տեսնեմ, չեմ ասում հաստատ, որովհետև ես չեմ կարա ոչ մի բան ձեզ հաստատ ասեմ։ Աղջիկս դե ալը, հա։ Այդ ոչ, հա։ Այդքան էլի ժողովուրդ ջան, հələ որ ոչ մի այդպես հետաքրքիր բան չկա։ GTA-ը հələ որ չի փոխվել, նույն GTA-ն է, պրոստը ես իրոք որ ինքան եմ խաղացի, որ իրոք արդեն հետաքրքրություն չեմ տեսնում, չէ նոր բան է ինձ պետք է խաղի մեջ, որպեսզի ես էլի հետաքրքրությունը տեսնեմ ու շարունակեմ խաղալ։ Հələ որ ինձ համար նույնն է, ովքեր որ չի խաղացել կամ վիդեոներ տեսել եք, հասկանում եմ ձեզ, որ ուզում եք խաղալ, շատ եք ուզում խաղալ, բայց իվա էդ է, պետք է սպասեք, որ դուրս գա համակարգչի վրա, կամ ասեք, եթե չեք ուզում համակարգչի, պետք է գնաք առնեք կոնսոլի վրա։ Ես նախընտրում եմ կոնսոլ, ես չեմ ուզում էլի բացատրեմ 100 անգամ բացատրեմ իմ վիդեոներում, որ ես նախընտրում եմ կոնսոլ, բայց չնայած կարող է բախտս բերի, կարողանամ համակարգչի վրա խաղալ, ես դրա մասին եւս ձեզ կասեմ իմ Facebook-ում, այնպես որ այսպեսի փոքրիկ update կարելի ասել GTA-ի մասին, որ ինձ այդքան բաներ կա, որ դու չի գալիս, բաներ կա, որ մի քիչ անիմաստ արած, Ոնց որ տեսեք էլի ինչ նորություն կլինի խաղի մեջ, արժի նայել նորից խաղալ, ինչ կարելի անել։ Ինձ նաև ասում էին, որ տարբեր մոնտաժներ արա, ասեք այդտեղ չէ՞ ասում, հեծանիվով, հա, հեծանիվով BMX-ը որ կոչվում, այդ հեծանիվով ես չեմ կարող ընդհանրապես լավ հեծանիվով քշեմ, բայց դրանից էլ հիմա մոնտաժ անել, դա ժամեր է պետք, որպեսզի տարբեր կարողանանք թույլ, ասեք, կադրեր նկարել հեծանիվով։ Հասկանում եք, միլիոնատ այդ վիդեո կա ինտերնետում, ես չեմ կարող դրանով առանձնանալ, ասեք, հա, ես տեսնում եմ շատ մարդիկ կարող են ապրեն, մալադեց, իրանք կարողանում են անեն, շատ լավ քշողներ են։ Նաև ասացի դրիֆտի համար, դրիֆտը այդքան դժվար, այդքան հեշտ չի անես խաղի մեջ, օրինակ հիմա ես դրիֆտ եմ անում, բայց տեսեք այդքան երկար չի տևում, ոնց որ տխուր է լի, ասած ես մի հատ ցույց տամ։ Ահա, այսի դրիֆտը խնդրեմ։ Բայց այդ տխուր չէր, տխուր էր։ Պետք է ինչ-որ, չգիտեմ, հատուկ մեքենա է վերցրած դրիֆտի, որ դրիֆտ արես, որ սիրուն երկար ձգվի, կփորձեմ տեսնել, եթե խաղամ ինչ-որ բան, խաղամ GTA ու նկարեմ, կփորձեմ դրիֆտի ինչ-որ բան անեմ, ձեզ ցույց տամ, կամ ասեմ, որ մեքենան ավելի հարմար։ Չնայած դրա մասին կարծեմ ասել եմ իմ նախորդ հաղորդումում։ Եթե հիշում եք, որ քշում էի Հոլիվուդում կայլես խաղի, այդտեղ ձեզ ասացի, որ դրիֆտի համար մեքենա կա, որ հարմար է։ Բայց որ այսքան է, վերցի, որ նայեցիք հույսով նայեցիք, եթե ձեզ հետաքրքիր էր, եւ կհանդիպենք մոտ ապագայում։ Կներեք քթիս հավաս, քիթս լավ չէր։